Հոկտեմբերի 7-ը Էջմիածնում տոնական միջոցառումների երկրորդ օրն էր։ Տոնական տրամադրությունը շարունակվում էր քաղաքի տարբեր հատվածներում։ 2004 թվականից հոկտեմբերի 7-ին Հայաստանում նշվում է նաև գրադարանավարի օրը։ Միջոցառումների շարքում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը այցելեց Էջմիածնի կենտրոնական գրադարան։ Այստեղ քաղաքապետը շնորհավորեց գրադարանների աշխատակիցներին։ Քաղաքապետը գրադարան Ձեռնոնայն չէր գնացել։ 173 կտոր գիրք գրադարաններին եւ դրամական խրախուսանք բոլոր աշխատակիցներին։ Սրտան շնորհավորում եմ բոլորին, գրքի հավատարիմ մարդկանց, գիրքը, ընդհանրապես գրականությունը, կրթությունը իմ համար կարևորում է այն բանով, որ չեմ պատկերացնում մի ազգ, մի պետություն մոռանալով իր պատմությունը, իր լեզուն, իր կրթությունը ինքը կարող է վաղ ապագա ունենալ։ Ամենայն դեպս ես չգիտեմ պատմության մեջ մի դեպ, չկրթված լինելով, չգիտեմ, երկիրը զարգացնել, չեմ ասում, որ ասենք բարձունքների հասնել, կամ որևիցե մի բնակավարում։ Եվ ես ես համարում եմ մեր պատմության եւ առաջընթացի զինվորներ, ու ձեզնի շատ բան է կախված։ Սերը դեպի գիրքը տարածել։ Տոն էր քաղաքի Չարենց թաղամասում։ Չարենց 11 եւ 13 շենքերի բակերում խինդ ու ուրախություն էր։ Բոլորովին վերջերս այստեղ ասֆալտապատում էր իրականացվել։ Բնակիչներն արտահայտում էին իրենց շնորհակալությունը։ Շատ գոհացնող է, որտեվ հեծանիվով էի ես բերում։ Հիմա շատ հանգիստ, շատ լավ գալիս ենք ու գնում ենք տուն։ Շատ շնորհակալ եմ։ 4 կողմն էլ ասֆալտապատված է ամեն տարի, որտեղ որ անձրևը ձյունը ինչ որ վանանում նորից բերում են ասֆալտը մեզ։ Ես սիրում եմ իմ Էջմիածին ու միշտ էլ ամեն տարի մասնակցել եմ, այս տարի էլ կմասնակցեմ։ Գեղեցիկ համերգային ծրագիր էր պատրաստվել բնակիչների համար։ Մշակույթի պալատի երգի բարի խմբերը բնակիչների հետ կիսում էին քաղաքում առկա տոնական տրամադրությունը, որի բացրակետը կլինի հոկտեմբերի 8-ին, մայր միջոցառման օրը։ Էջմիածնեցին միշտ պայքարող է եղել, պայքարել է հանուն հայրենիքի։ Քաղաքապետի նախաձեռնությամբ տարբեր միջոցառումների ժամանակ հարգանքի տուրք է մատուցվում հանուն հայրենիքի կյանքը զոհած մարտիկների համար։ Տոնական միջոցառումների երկրորդ օրը Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ էջմիածնեցիները հյուրերը ծաղիկ խոնարհեցին հայրենական մեծ պատերազմի հուշարձանի առջև։